օրենքները կատարողները իրենք են խախտում գրված օրենքները։ Դատական համակարգում տիրում է սարսափելի մի իրավիճակ, երբ կառավարվում է դատական համակարգը մեկ կետից, Ընտրովի արդարադատություն Հայաստանում կա թե չկա։ Ունենք վախի մթնոլորտ, երբ որ օրինակը բիզնես ունեցողը վախենում է, որպեսզի իրենից կխլեն իր բիզնեսը եւ հաճոյանում է ապօրինի որոշումներին, եւ պետական համակարգի աշխատողները ստիպված երբեմն եւ որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը, որը որ հանդիսանում է իրենց ապրուստի միջոց, ստիպված են լինում ենթարկվել այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, վաղը լինելու է օրինակ, թե ինչպես չի կարելի իրականացնել չակերտներով արդարադատություն։ Ողջույն, ինչով է տարբերվում քաղաքակրթությունում ապրող մարդը սարերում, ձորերում ապրող ցեղատեսակներից։ Մտածել եք այս մասին։ Եթե մտածեք, մի շարք առավելություններ կգտնեք ի օգուտ վայրաբնակներին, բայց դե մենք մեզ քաղաքակիրթ ենք համարում։ Իսկ քաղաքակրթությանը բնորոշ է ունենալ օրենքներ։ Ամենաառաջինը թերևս օրենքը բոլորիս համար հավասար է, թեւավոր դարձած խոսքն է։ Այսօր դա այդպես է։ Կարող եք վկայել։ Տարակուսեցիք։ Ես նույնպես տարակուսանքի մեջ եմ, հետևապես այսօր փաստաբան եմ հրավիրել զրուցելու համար եւ իմ զրուցակիցն է Լիաննա Գասպարյան, փաստաբան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Ամալա ջան ինձ ձեր տաղավար հյուրընկալելու համար։ Այո, դուք ճիշտ եք։ Պետք է լինի այնպես, երբ օրենքը հավասար լինի բոլորի համար։ Սակայն լինում են իրավիճակներ, երբ օրենքները, որոնք որ պետք է գործեն օբյեկտիվ, սակայն մեր ժամանակաշրջանում գործում են այն անձանց համար, ովքեր որ դրանք ընդունել են, եւ այն անձանց համար, ում դրանք հաճո են։ Տիկին Գասպարյան, արդյոք Հայաստանը կարող է գլուխ գովալ ասելով, որ մենք հասարակություն ենք, որտեղ օրենքի առջև բոլորը հավասար են, չէ՞ որ այլ երկրներ գովելուց մենք ասում ենք օրենքի երկիր է։ Ցավոք պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան օրենքներ գրված թղթի վրա, բայց ցավալիորեն այդ գրված օրենքները մեր օրերում չեն գործածվում եւ չեմ կարող նշել, որ օրենքի երկիր է Հայաստանի Հանրապետությունը։ Օրենքը կա, կիրառողը ոչ։ Այո, օրենքը կա, սակայն կիրառողը կիրառում է այն ժամանակ, երբ իր ընդունած օրենքը իր համար է անհրաժեշտ։ Տիկին Գասպարյան, հասարակարգն է թելադրում որոշակի զամբյուղ փաթեթ օրենքների։ Այո, ըստ օրենքի իրավունք ունի մասնակցելու օրենքների ընդունմանը։ Դրանք լինում են երկու ուղղակի եւ անուղղակի կերպով, ուղղակի կերպով այն պայմաններում, երբ ընտրում է հանրաքվեի միջոցով հասարակությունը ձայն է տալիս օրենքի ընդունմանը եւ անուղղակի կերպով, երբ իրենք ընտրում են ազգային ժողովում падգամավորներին եւ ովքեր էլ որ ընդունում են այդ օրենքները։ Տեսեք, պետք է ընդունեն օրենքներ, իմ կարծիքով, որ հասարակությունը դրանք ոչ թե ստիպված կատարի, այլ հաճույքով եւ որևիցե առանց դժվարության, բայց ցավալիորեն դա եւս չի համապատասխանում իրականությանը։ Երբ մարդը հասկանում է, որ օրենք է ընդունվում, որը ապահովում է իր էլ ավելի բարեկեցիկ կյանքը եւ անվտանգություն իհարկե սիրով կհետեւի օրենքներին, միևնույն ժամանակ որպես զսպարշապիկ են երբեմն մատուցվում օրենքներ, որոնց ոչ տրամաբանությունը, ոչ ծագումնաբանությունը, ոչ էլ վերջնական արդյունքը սովորական շարքային քաղաքացու համար տեսանելի չէ, հետևապես պիտի խուսափի։ Բնականաբար այդ պայմաններում այդ ընդունած օրենքը չի գործելու լիարժեք Եվ ստիպված են լինելու հետաձգել, ապա չեղարկել, ինչպես չեղարկել կարելի է ասել մասնակի չեղարկում է տեղի ունեցել, օրինակ հայտարարագրերի ընդունումը, որը որ հասարակության կողմից բնավ դա ընդունելի օրենք չէր, երբ որ պետք է հայտարարեն քաղաքացիների գույքը եւ ֆինանսական միջոցները։ Տիկին Գասպարյան, ինչպես է ստացվում, մարդու բնույթն է այդպիսին միգուցե բղավում են արդարադատության ու հավասարության մասին ճիշտ մինչև այն պահը, երբ հասնում են կառավարչական աթոռի։ Ոնց տեսնում ենք,
Այո, երբ որ հասնում են այդ կառավարչական աթոռին, մոռանում են ամեն ինչ, մոռանում են հենց իրենց կողմից ընդունված այն օրենքները, որոնք պետք է կյանքի կոչեն, այն օրենքները, որոնցով պետք է իրականացվի արդարադատություն, ցավալիորեն մոռանում են, երբ որ հասնում են իրենց համար ցանկալի կետի։ Ես կարող եմ նշել նաև իմ քրեական վարույթներից մեկով, հնչեղ վարույթներից մեկով Սամվել Կարապետյանի գործով, երբ այդ օրենքները կատարողները իրենք են խախտում գրված օրենքները, որոնք ենթակա են կիրառման։ Եվ պետք է նշեմ, որ եթե ոչ այսօր, ապա միանշանակ վաղը եւ մյուս օրը այդ խախտած օրենքները օգտագործվելու են ի վնաս դրանք կիրառողների, եւ եթե օրինակ Սամվել Կարապետյանը շուրջ 6 ամիս եւ ավել գտնվում է ապօրինի անազատության մեջ, հետագայում եթե 6 ամիս է, ապա 6 տարի իր ապօրինությունների համար պատասխանատվության է ենթարկվելու միանշանակ։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, վաղը լինելու է օրինակ, թե ինչպես չի կարելի իրականացնել չակերտներով արդարադատություն։ Ստացվում է, երբ պետության օրենսդրի կողմից ընդունված օրենքը խախտում է պետական պաշտոն զբաղեցնող անձը, այս պարագայում ով է կրելու պատասխանատվություն։ Այն անձը, ով խախտել է օրենքը, դա եղել է հրահանգ, դա եղել է որպես կամակատարություն, կրելու է այն անձը, ով կատարել է այդ իրավախախտումը, այդ ապօրինությունները, միանշանակ ենթարկվելու է քրեական պատասխանատվության, ինչու չէ նաև նրան հրահանգ տվողն է ենթարկվելու քրեական պատասխանատվության։ Ստահորեն կարող ենք դա փաստել։ Այսինքն այն ապօրինությունները, որոնք ըստ ձեզ տեղի ունենում այսօր, հետագայում պատասխանատվության են ենթարկելու մարդիկ, ում ձեռամբ դա կատարվում է եւ ոչ թե ում պատվերով։ Նաև պատվերով, ինչու չէ, իհարկե, պատվեր տվողը եւ այդ պատվերները կատարողները, միանշանակ այն անձինք, ովքեր իրենց դերն ու նշանակությունն են ունեցել այդ ապօրինությունների կատարմանը։ Դուք Սամվել Կարապետյանի այսօր ազատազրկման մեջ պատվեր եք տեսնում։ Իհարկե, տեսեք, մեր օրերում տիրում է Facebook-յան արդարադատություն, SMS հաղորդագրություններով արդարադատություն, երբ որ գործադիր իշխանությունը հրապարակավ Facebook-յան հարթակում գրառումներ է կատարում եւ դրանից հետո Սամվել Կարապետյանը ձերբակալվում եւ ապօրինի կալանավորվում է, ինչի մասին կարող ենք խոսել։ Բնականաբար դա հրահանգ է, պատվեր է եւ մինչ օրս այդ ապօրինությունները շղթայական շարունակվում են։ Տիկին Գասպարյան, կալանքը միջոց է, որը հիմնականում օգտագործվում է վտանգավոր հանցագործների հանդեպ կամ մարդկանց հանդեպ, ում ենթադրվում է, որ կարող է որոշակի ազդեցություն ունենալ հետաքննությանը կամ փախչել։ Հայաստանում կարծես թե հատկապես վերջին շրջանում կալանքը արդեն իսկ որպես պատիժ է օգտագործվում։ Դուք ճիշտ նկատեցիք, Ամալիա ջան, այո, մեր օրերում կալանքը դարձել է ոչ թե միջոց, այլ պատժողական քաղաքականություն է կրում իր մեջ եւ կիրառում են կալանք խափանման միջոցը այն դեպքերում, երբ կիրառելի է որպես այլընտրանքային խափանման միջոցներ այլ տեսակներով, օրինակ տնային կալանքը, որպես գրավ, բացակայելու արգելքը, վարչական հսկողությունը, սակայն դատական համակարգում տիրում է սարսափելի մի իրավիճակ, երբ կառավարվում է դատական համակարգը մեկ կետից եւ այդ պայմաններում ստիպված ենք լինում առնչվել անարդարության հետ եւ այո, ծայրահեղ միջոց կալանքը կիրառում են այն ժամանակ, երբ որ մյուս խափանման միջոցները իզորու չեն ապահովելու անձի վարքագիծը, սակայն մեր դեպքում որևիցե ոչ անձը բնութագրող հանգամանք, ոչ նախկինում դատվածություն չունենալու հանգամանք եւ նմանատիպ գործոններ որևիցե կերպ հաշվի չեն առնում, եթե դա պետք է իշխանություններին։ Խոսենք Հայաստանում ամենախոցելի եւ սահմանադրությամբ կարգավորված իրավունքի մասին, որն է Հայաստանում այսօր այս պահի դրությամբ այսպես ասենք, ճնշված իրավունքը։ Ամենաճնշված իրավունքը, տեսեք,
Պետք է նշեմ, որ խոսքի ազատության իրավունքը, ինչու եմ նշում խոսքի ազատության իրավունքը, որովհետև մեր քրեական վարույթով Սամվել Կարապետյանին կրկին պետք է նշեմ, մեղադրանք է առաջադրվել ինչի համար, այլ ըստ էության խոսքի ազատության իրավունքի համար, երբ որ անձը արտահայտել է իր խոսքը եկեղեցուն սատարելու հետ կապված եւ մինչ օրս գտնվում է քրեակատորական հիմնարկում, ընդամենը օգտվելով իր խոսքի ազատության իրավունքից եւ սատարելով մեր հայ առաքելական եկեղեցուն։ Միևնույն ժամանակ Տիկին Գասպարյան, տեսեք, խոսում ենք խոսքի ազատությունից, մարդիկ 6 ամիս շարունակ ազատազրկման մեջ են, որովհետև աջակցություն ու սատարում են հայտնել։ Միևնույն ժամանակ մենք նույնիսկ հայհոյախառն ձևակերպումներ ենք տեսնում բարձրագույն ամբիոններից, առանց որևէ իրավական պատասխանատվություն կրելու որպես հետևանք, հա։ Եկեք խոսենք ընտրովի արդարադատության մասին, դուք որպես փաստաբան, մարդ, ով ամենօրյա ռեժիմով շփվում է դատարանների հետ, ընտրովի արդարադատություն Հայաստանում կա թե չկա։ Շատ լավ։ Տեսեք, շատ ճիշտ եք նշում, այո, այն անձինք, ովքեր ամենաբարձր ամբիոններից հայհոյախառն արտահայտություններ են հնչեցնում, ըստ էության մնում են անպատիժ։ Իսկ այն անձինք, ովքեր որ սատարում են հայ առաքելական եկեղեցուն, փորձում են ամուր պահել եկեղեցու հիմքերը, ցավալիորեն գտնվում են ճաղերի ետևում։ Իհարկե, այս պայմաններում նկատելի է, թե արդարադատությունը ում համար է գործում։ Տիկին Գասպարյան, տեսեք, մի կողմից մենք ասում ենք, որ արդարադատությունը ընտրողաբար է իրականացվում, պատվերով, ցուցումով, մատնանշման, կարգադրությամբ, ինչպես կցանկանաք։ Մյուս կողմից էլ դուք շարունակում եք իրականացնել ձեր փաստաբանական գործունեությունը, միաժամանակ լինելով երիտասարդ կին։ Ինչպես եք կարողանում համագործակցել եւ ձեր գործառույթները պատշաճ կատարել մի դատական համակարգում, որի անաչառությունը թերևս կասկածի տակ է։ Պետք է նշեմ, որ որպես փաստաբան, իհարկե դժվար է լինում, երբ որ տեսնում ես դատական համակարգում բացակայում է որպես այդպիսին արդարադատություն կոչվածը, սակայն փաստաբանի առաքելությունը կայանում է նրանում, որ փաստաբանը պետք է այնքան ջանքեր գործադրի, որ հասնի արդարությանը, եւ դա կարծում եմ, որ փաստաբանի մասնագիտական գործունեությունն է, որը որ փաստաբանը պարտավոր է կատարելու եւ այնքան ժամանակ, մինչեւ չհասնի իր ուզած արդյունքին, եւ այո, ի վերջո արդարությունը հաղթելու է։ Տիկին Գասպարյան, ձեր պրակտիկայում եղել է դեպքեր, երբ օրենքը բացահայտորեն հակասել է արդարադատության գաղափարին։ Հա, իհարկե, ոչ թե եղել են, այո, պետք է կրկնվեմ եւ ասեմ, այո, ցավալիորեն Սամվել Կարապետյանի գործով չկա մեկ տառ բառ նախադասություն, որ օրենքը չհակասի արդարադատությանը։ Քրեական վարույթը ամբողջությամբ ապօրինի է, քրեական վարույթը ամբողջությամբ ստեղծագործված է եւ ինչպես նշեցի իմ խոսքում, ինչի համար մարդու ազատ արտահայտվելու իրավունքի համար, եկեղեցուն սատարելու համար։ Տեսեք, մենք տեսնում ենք, որ մարդը արեց արտահայտություն, որից հետո դա պատճառ հանդիսացավ ազատազրկման համար եւ բացարձակ ի հաշիվ չի դրվում նրա ներդրումային ծրագրերն ու հենց այս պահին էլ նրա հազարավոր աշխատատեղերի ապահովում Հայաստանում որպես ներդրումային նախադրյալ, նախադեպ Հայաստանի համար, սա ինչպիսի արձագանք կարող է ունենալ եւ առհասարակ արդյոք Հայաստանում ինքը ներդրումը այլևս լծակ է հանդիսանում որոշ օղակների համար վերահսկելու համար պրոցեսները, թե այնուամենայնիվ սա ինքնուրույն ինչ-որ մի պրոցես է, որը հարիր է զարգացող երկրներին։ Տեսեք, որպես այդպիսի ներդրումային տեսանկյունից երբ որ նայում ենք, երբ որ անձ ով կցանկանա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարի, տեսնելով այս ներկա իրավիճակը, չեմ կարծում, որ որևիցե խելացի անձ ցանկություն կհայտնի Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարել։
քանի որ ստիպված կլինի ճնշումների դեպքում կամ ենթարկվել ապօրինի որոշումներին կամ կորցնել իր բիզնեսը։ Ինչը նաև կարող ենք ասել օրինակ հեծի դեպքում, հեծի պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունում միջազգային որոշման առկայության պայմաններում այդ որոշումը անգամ Հայաստանի Հանրապետությունում չկատարվեց, մնաց անկատար։ Իսկ ոնց ենք պատկերացնում նորմալ բանականություն ունեցող մարդը այսքանից հետո կցանկանա ներդրումային գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե ոչ։ Այսինքն ստացվում է Հայաստանում տնտեսական հենքով հարուցված գործերը, հետաքննությունները կրում են սանձելու միտում և ոչ թե տնտեսական ու մրցակցային հավասարություն ապահովելու համար։ Այո, դուք իրավացի եք, սանձելու միտում, որովհետև երբ որ օրինակ բիզնեսմենի գործունեությունը փորձում է իշխանությունը խլել, այն ժամանակ, երբ որ բիզնեսմենը չի կատարում իրեն հաճո գործողությունները, ունենք վախի մթնոլորտ, երբ որ օրինակ բիզնես ունեցողը վախենում է, որպեսզի իրենից կխլեն իր բիզնեսը և հաճոյանում է ապօրինի որոշումներին, և պետական համակարգի աշխատողները ստիպված երբեմն և որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը, որը որ հանդիսանում է իրենց ապրուստի միջոց, ստիպված են լինում ենթարկվել կատարել ավելի ճիշտ այդ ապօրինի որոշումները։ Առհասարակ վախը իբրև գործիք հասարակությունում վախի մթնոլորտ սփռելը, վախը անհատ գործարարների հանդեպ ինչպիսի արդյունավետություն է ունենում, որպես այդպիսին առհասարակ դուք տեսնում եք Հայաստանում վախի մթնոլորտ և եթե վախի մթնոլորտը մեծանա ու լարվի, ինչ հետևանք կարող է ունենալ։ Այս պայմաններում այո, այն անձինք, ովքեր որ հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում մեծ գործարարներ, ունեն վախ, որ իրենց բիզնեսը կխլեն իրենց ձեռքից, վախի մթնոլորտը կա և այդ վախի ներքո շատ գործարարներ, որպեսզի չկորցնեն իրենց ունեցած ներդրումը, իրենց ունեցած բիզնեսը, ստիպված են լինում որոշակի հարցերի հետ կապված մնալ ստվերում, չկորցնելու վախից իրենց ստեղծածը։ Տիկին Գասպարյան, տեսեք, բիզնես բնագավառ, որտեղ մենք ունենք ազդեցիկ մարդիկ, բայց ինչպես նշեցիք, լռում են, որովհետև կվտանգվի նրանց բիզնեսը։ Իսկ հասարակության վրա ինչպես է այս վախի մթնոլորտը անդրադառնում և առհասարակ դուք տեսնում եք կա այդպիսի վախի մթնոլորտ, թե ոչ, այսինքն մարդիկ, ովքեր չունեն որպես այդպիսին կորցնելու բան, թերևս դժվար եմ պատկերացնում, միշտ ինչ-որ կորցնելու մի բան լինում է, բայց շարքային քաղաքացիների շարքերում դուք տեսնում եք այս վախի մթնոլորտը։ Տեսեք, վախի մթնոլորտը արդեն ես տարանջատեցի ըստ էության, թե որ օղակներին է վերաբերելի։ Կարելի է նշել այն անձինք, ովքեր որ չունեն կորցնելու ոչինչ և կախվածություն չունեն քաղաքական այդ իշխանություններից, կարելի է նշել ոչ թե նրանք գտնվում են վախի ազդեցության տակ, այլ ավելի վատ նրանց մոտ տիրում է անտարբերության գործոնը, որը որ շատ ավելի վատն է, քան ճնշումները։ Այսօր մեր հասարակությունը անտարբեր է։ Բավականին անտարբեր է։ Ո՞րն է անտարբերության վտանգը ձեզ։ Ես կարծում եմ, որ անտարբեր է, քանի որ հիասթափված է բավականին։ Դրանից ելնելով հիասթափությունը տարել է անտարբերության։ Դուք շատ հաճախ եք շփվում ձեր պաշտպանյալի հետ, Սամվել Կարապետյանի հետ, արդյոք նկատում եք նրա մեջ հիասթափություն անսպասելիությունից, որ մի արտահայտության համար կարելի է 6 ամիս ազատ զրկման մեջ լինել։ Սամվել Կարապետյանի հետ շփվում եմ ամեն օր։ Ամեն օր շփվելով Սամվել Կարապետյանի հետ հասկանում եմ, որ մարդը, ով կոչված է պաշտպանելու հայ առաքելական եկեղեցին, որևիցե անգամ չի ընկճվում, որևիցե անգամ չի չարանում
եւ այս ժամանակաշրջանում, երբ Սամվել Կարապետյանը 6 ամսից ավել գտնվում է ապօրինի անազատության մեջ, որևիցե փոփոխություն որպես այդպիսին իր կամքի, դրսևորման, այ ուժեղ ոգու փոփոխություն չեմ նկատել, նա շարունակում է մնալ այն ուժեղ անձնավորությունը, որը որ եղել է, որը որ հայտնի է հասարակության մեջ, որպես բարերար եւ չփոխելով իր կյանքի ոճը, անգամ քրեակատարական հիմնարկում գտնվելով շարունակում է ապրել այնպես, որ ամեն օր հասարակության կյանքը դարձնի ավելի լավը։ Տիկին Գասպարյան, տարիներ շարունակ ուսում եք ստացել այս բնագավառում, հետազոտել ձեր ավագ գործընկերների գործունեության փորձը, դատական, նաև համաշխարհային, հավանաբար որպես օրինակներ ուսումնասիրել եք։ Այսպիսի ժամանակահատված մի փոքր պետությունում տեսել եք, որ այսքան մարդ, ովքեր բնույթով հանցագործ չեն, սրբազաններ, գործարարներ, քաղաքական գործիչներ, մարդիկ միաժամանակ այսքան մարդ ազատազրկված լինի իր խոսքի ազատության իրավունքը օգտագործելու համար, իր քաղաքական դիրքորոշումը արտահայտելու համար, պատմությունը նման դեպք ճանաչում է, բացի Ստալինյան շրջանից։ Տեսեք, դուք ճիշտ եք նկատել, երբևիցե ես 10 տարի եւ ավել փաստաբանական գործունեությամբ զբաղվում եմ, բայց իմ պրակտիկայում չի եղել նման, չեմ հիշում նման իրավիճակ, երբ որ այսչափ ապօրինություններ գործեն, եւ այս ամենը իմ խորին համոզմամբ կատարվում է այն բանի համար, որպեսզի հասարակության մոտ առաջացնեն վախի մթնոլորտ։ Վախի մթնոլորտ արտահայտելու իրենց կարծիքը, Այո, վախի մթնոլորտ, որպեսզի հասարակությունը այդ վախից ելնելով իր դիրքորոշումը չկարողանա բարձրաձայնել, որպեսզի չկալանավորեն, որպեսզի ազատ խոսքի իրավունքից չօգտվի, քանի որ տեսնում են, թե օրինակ ազգային բարերար Սամվել Կարապետյանի ոչնչի համար, իր ազատ արտահայտվելու իրավունքի համար 6 ամսից ավել ապօրինի պահում են կալանքի տակ։ Տեսնելով այս ամենը, նաև ներսից, որպես փաստաբան, հուսահատության պահեր ունենում եք, թե ոչ, որն է ձեր ամենահուսահատության պահը եղել եւ արդյոք դրանից հետո հույս կա։ Այո, իհարկե, հուսահատության պահը եղել է կոնկրետ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորելու հանգամանքը, որը որ պետք է նշեմ, որ շատ ամոթալի է մեր հայ հասարակության համար, քանի որ ապօրինի կալանավորել են ազգային մեծ բարերարի, ով Հայաստանի Հանրապետության համար տարիներ շարունակ կատարել է բազմաթիվ բարեգործություններ, ինձ համար դա շատ հուսահատ իրավիճակ է, որում ես հայտնվել եմ, եւ հույսը կայանում է նրանում, եւ ի վերջո այս անարդարության անիվը կհեղաշրջվի եւ մեր հասարակությունը ի վերջո կարթնանա անտարբերությունից, դա իմ ամենամեծ հույսն է։ Տիկին Գասպարյան, տվյալ ժամանակահատվածում Հայաստանում ունենալ ընդդիմադիր հայացքներ եւ զբաղվել փաստաբանությամբ ռիսկային չէ ձեզ համար։ Բնավ, որևէ ռիսկային գործոն չկա դրա մեջ, քանի որ ես իրականացնում եմ իմ որպես փաստաբան մասնագիտությունը եւ որևիցե ռիսկ, ճնշում չի կարող հասնել իմ գործունեության վրա։ Տիկին Գասպարյան, Հայաստանը վերջին տարիներին աղաղակում էր բարձրախոսներով, հպարտանում էինք, որ հասել ենք ժողովրդավարության բաստիոնին։ Եվ այսօր նույն աշխարհը տեսնում է մարդկանց, ովքեր խոսքի ազատության համար, իրենց իրավունքը օգտագործելու համար այլևս ազատազրկված են։ Ինչ են ասում ձեր միջազգային գործընկերները, արդյոք նրանց հետ շփում կա, ինչ են մտածում այս առումով եւ արդյոք նման կալանավորումները եւ ազատազրկումները չի վարկաբեկում Հայաստանը որպես ժողովրդավար պետություն։ Միանշանակ առանց քննարկելու մեր միջազգային մասնագետների հետ պետք է նշենք, որ այո, մենք ունենալու ենք դատական ակտեր ի վնաս Հայաստանի Հանրապետության եւ այդ
գումարները, որոնք որ վերադառնալու են եվրոպական դատարան, դա նաև մեր հայ հասարակությանն է ի վնաս լինելու, այսինքն մեր հասարակության ժողովրդի գրպանից է այս ապօրինությունների արդյունքում կատարված անարդարության համար վճարելու է հասարակությունը։ Այն դատավորները, որոնց ձեռամ կատարվում են ապօրինություններ, հեղինակազրկում են ամբողջ դատական համակարգը, որի համար պահանջվելու է բավականին մեծ ժամանակաշրջան, որպեսզի կարողանանք հետագայում վերականգնել արդարությունը, վերականգնել դատական համակարգի համբավը, որը ցավալիորեն մեզանից բավականին ջանք և ժամանակ է տանելու։ Այսինքն ստացվում է, որ մարդիկ, ովքեր իրենց կալանավորումներն ու ազատազրկումը համարում են ապօրինի, դիմում են միջազգային դատարաններ, որի համար փոխհատուցել է սովորական շարքային հարկատուն։ Այո, ճիշտ այդպես։ Այդ իշխանությունների կողմից նշանակված անձանց ապօրինությունների համար վճարելու է սովորական հասարակ շարքային քաղաքացին։ Եվ դրա համար հորդորեմ մեր քաղաքացիներին, որպեսզի չլինեն անտարբեր այն նմանատիպ դեպքերից խուսափելու համար։ Տիկին Գասպարյան, երբ խոսում ենք պատվերով արդարադատության մասին, ձեզ առնչված ամենակարկառուն դեպքերից մեկը որը կարող եք մատնանշել։ Ինձ հանդիպած ամենակարկառուն և վերջին դեպքերից այն էր, որ օրինակ Վճռաբեկ դատարանը իր աշխատանքային պրակտիկայում երբևիցե չէր ունեցել նման իրավիճակ, որ 18-19 օրում վարույթ ընդուներ դատախազի բողոքը և կայացներ ի վնաս Սամվել Կարապետյանի որոշում։ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելով, դատախազի բողոքը բավարարելով, փորձեց կրկին ապօրինություններին տեղիք տալ և որպեսզի դատարանը կարողանա Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգել ևս 2 ամիս ժամկետով, ինչի համար ամենացավալին նա էր, որ Վճռաբեկ դատարանը ևս տրվեց այդ ապօրինություններին։ Արդեն շուրջ 6 ամիս է, որ եթե չեմ սխալվում, 33 անձից կազմված քննչական խումբ է գործում և քրեական գործը չեն ավարտում, որպեսզի ուղարկեն դատարան, բայց երբ որ ունենք արդեն կատարելու ապօրինություններ, այդ 33 անձին լցվում են դրան և ամեն օր նոր ապօրինություններ կատարելու գաղափարով։ Այսպես ասեմ, քրեական վարույթը ընթանում է զուտ միայն նրա համար, թե ամեն օր ինչ նոր ապօրինություններ կարող են այդ վարույթում ներառվել, ուրիշ անելիք այս քրեական վարույթում չկա։ Այս պարագայում հարց է հասունանում, ըստ ձեզ գործը կորչում է կամ ցանկալի թելադրված ընթացք է ստանում հետաքննության ընթացքում, թե դատարանում։ Նայած թե որ կողմից է լինում հաղորդում տվող անձը, եթե օրինակ հաղորդում տվող անձը ներկա իշխանություններից է, ապա հաղորդման անգամ ընթացք չի տրվի և հենց նույն տեղ նախաքննություն չի լինի, քրեական վարույթ չի հարուցվի, իսկ հակառակ պայմաններում ապօրինաբար քրեական վարույթ կհարուցվի, քրեական վարույթը դատարան կուղարկվի և նման դեպքեր շատ են մեր օրերում ցավալիորեն։ Եվ վերջում ձեր ուղերձը մեր հասարակությանը մի փոքր հուսահատեցնող ստացվեց մեր զրույցը ձեզ հետ, որովհետև տհաճ է և վտանգավոր գիտակցել, որ ապրում ես մի պետությունում, որտեղ արդարադատությունը պատվերներ է ընդունում։ Այո, շատ ցավալի և տհաճ։ Իմ ուղերձը այս լսարանին այն է, որ մի մնացեք անտարբեր, քանի որ անտարբերությունը հանցակցություն է և ինչպես նշել է Վազգեն Սարգսյանը, լավ է լինել դավաճան, քան անտարբեր։ Ստեղծված իրավիճակում, օրերում, որում մենք ենք ապրում, այո, լռությունը, անտարբերությունը հանցանք իսկապես կարելի է դիտարկել։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ։
Արդարության զգացողությունը համաձայն եք, որ տալիս է վստահության ու ապահովության զգացողություն։ Հասարակություն, որտեղ արդարադատությունը պատվերով է, իսկ օրենքը գործում է ընտրողաբար, բերում է ինքնադատաստանի։ Սա կործանարար կարող է լինել։ Մի մնացեք անտարբեր, ասեք ձեր կարծիքը։ Հանդիպելու ենք առայժմ։